Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը հյուրընկալեց աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական, Արևելյան Եվրոպա եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեասին, տնօրենի ուղեկցորդ Գիդո Հենեսին, ԱՄԿ արժանապատիվ աշխատանքի տեխնիկական բաժնի գործատուների ավագ մասնագետ Վլադիմիր Չուրովիչին եւ ԱՄԿ ազգային համակարգող Նունե Հովանիսյանին։ Հանդիպման ընթացքում ԱՄԿ Արևելյան Եվրոպա եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեասը ջերմորեն ողջունեց միության գործատուների միջազգային կազմակերպությանը անդամակցելու գործընթացի մեկնարկը, որը նախաձեռնել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը։ Վերջերս Ժնևում կայացած միջազգային աշխատանքային համաժողովի շրջանում գործատուների միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ ունեցած բարձր մակարդակի հանդիպման արդյունքում քննարկման ընթացքում հատուկ անդրադարձ կատարվեց սոցիալական գործընկերության ամրապնդման, Հայաստանի գործատուների հանրապետական միության ինստիտուցիոնալ կարողությունների կայուն զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման, ֆորմալ տնտեսության խթանման, ինչպես նաև սոցիալական արդարության հաստատմանը ուղղված աշխատանքներին։ Վահագն Համբարձումյանը ընդգծեց, որ արդեն մշակված է գործատուների միությունների մասին ՀՀ օրենքի նախագիծը, որը ակնկալվում է ընդունել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում։ Բացի այդ, գրեթե պատրաստ է նաև հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը, որի ստորագրումը նախատեսվում է առաջիկայում Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի գործատուների հանրապետական միության եւ արհմիությունների կոնֆեդերացիայի միջև եռակողմ ձևաչափով։ Հանդիպման երկրորդ հատվածում պատվիրակության անդամները մասնակցեցին Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից կազմակերպված ձեռնարկատիրական կրթության ծրագրի բացման արարողությանը։ Ծրագիրը իրականացվում է ԱՄԿ աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում ֆորմալացման խթանման նախաձեռնության շրջանակում եւ նպատակ ունի աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանը, զարգացնելու նրանց ձեռնարկատիրական կարողությունները։ Ծրագիրն իրականացվում է աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ։ Պահանջը առաջացավ մեր գործատուների միության կողմից ներկայացվեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները դեռևս ունեն ձեռնարկատիրական, գոնե առնվազն ձեռնարկատիրական բնակավարում ինտեգրման խնդիր։ Ես շատ տպավորված էի տեսնել, որ նրանցից շատերն արդեն նույնիսկ ունեին ձեռնարկատիրական հմտություններ եւ հուսով եմ, որ շատ արագ կինտեգրվեն հայկական հասարակությանը։ Ծրագիրը բացառիկ հնարավորություն է շուրջ 100 շահառուի համար մեկ ամսյա դասընթացների միջոցով ձեռք բերելու բիզնես հիմունքներին վերաբերող տեսական եւ գործնական գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են սեփական բիզնեսի ստեղծման եւ կայուն զարգացման համար։ Նունե Մարտիրոսյանը ծրագրի մասնակիցներից մեկն է։ Նա հույս ունի, որ ծրագրի շնորհիվ կկարողանա նոր գիտելիքներ ձեռք բերել բիզնեսը վերսկսելու համար։ Մենք փորձում ենք Արցախից բռնի տեղահանվածներին օգնել վերսկսել իրենց բիզնեսը, փոխանցելով անհրաժեշտ հմտություններ, որպեսզի նրանք կարողանան արագ ադապտացվել եւ նոր բիզնես սկսել, կամ գուցե անցնել այլ ոլորտի գործունեության։ Մեզ դուր էր գալիս մեր բիզնեսը, որովհետև մարդկանց հետ շփվում էինք, տարբեր մարդկանց հյուրասիրում էինք, զբաղվել Հայաստանում նմանատիպ բիզնեսով շատ հաճելի կլիներ, այն գիտելիքները, որ իրանք կտան մեզ, մենք կօգտագործենք։ Դասընթացները կանցկացվեն 3 առանձին խմբերով, առկա եւ առցանց ձևաչափերով, հասանելի դարձնելով ուսուցումը ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության մարզերում բնակվողների համար։ Ուսման փուլի ավարտից հետո ծրագիրը նախատեսում է նաեւ մենթորական շարունակական աջակցություն, մասնակիցներին օգնելու իրենց մշակած բիզնես գաղափարների գործնական իրականացման եւ զարգացման ճանապարհին։